Հարգելի գործընկերներ, հարգելի ներկաներ, նախ եւ առաջ կցանկանայի նշել, որ այս տարին մեզ համար հատկանշական տարի է, քանի որ մենք նշում ենք Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակը։ Այս ողջ ընթացքում Եվրոպայի խորհուրդը եղել է հուսալի գործընկեր Հայաստանի համար իր հավակնոտ բարեփոխումների օրակարգի իրագործման ճանապարհին։ Բարձր ենք գնահատում կազմակերպության դերը եւ սկզբունքային գործունեության արդյունավետ շարունակականությունը որպես ժողովրդավարական անվտանգության հիմնասյուն, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության երաշխավոր, իրական բազմակողմանիության եւ արդյունավետ երկխոսության համար հարթակ։ Մեր համատեղ ջանքերի շնորհիվ զգալի արդյունքներ են գրանցվել Հայաստանի անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացում եւ դրանք այլևս անշրջելի են։ Կարողանում ենք, որ արդեն իսկ գոյություն ունեցող եւ արդյունավետ ընթացող համագործակցության ոլորտներն ընդլայնվում են արձագանքելով ներկա խնդիրներին եւ մարտահրավերներին։ Այսօր մեր քննարկման առարկան է խոսքի ազատության, լրատվամիջոցների եւ տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում։ Հայաստան Եվրոպայի խորհուրդ ներկա գործողությունների ծրագրի 2023-26 թվականների համար առանցքային մաս են կազմում նաեւ խոսքի ազատության, լրատվամիջոցների բազմակարծության, լրագրողների անվտանգության ամրապնդումը, տեղեկատվության հասանելիության խթանումը եվրոպական չափանիշներին համապատասխան։ 2018 թվականից ի վեր Հայաստանն իրականացրել է լայնածավալ բարեփոխումներ այս ոլորտում։ Մեր ձեռքբերումներն արտացոլված են հեղինակավոր կազմակերպությունների, Freedom House-ի, լրագրողներ առանց սահմանների, Transparency International-ի եւ այլ կառույցների զեկույցներում։ Այնուամենայնիվ պետք է ասեմ, որ չնայած դրական գնահատականների, մենք դեռ անելիքներ ունենք առկա թերությունները շտկելու համար եւ ես կարծում եմ նաեւ մեր մամուլը շատ անելիքներ ունի իր թերությունները շտկելու համար, որոնք շատ են, չափից շատ են եւ որակը շտկելու համար։ Այս ոլորտում մեկ այլ կարևոր քայլ էր Հայաստանի Հանրապետության կողմից պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացումը, Թրոմսոյի կոնվենցիան, որի մասին արդեն պարոն Լոնգանգին խոսեց, ինչը մեկ անգամ եւս ցույց է տալիս Հայաստանի իշխանությունների նպատակների համապատասխանությունը Եվրոպայի խորհրդի ուղուն։ Անշուշտ այսօրվա արագ փոխվող աշխարհում, երբ ականատես ենք միջազգային անվտանգային ճարտարապետության վերաբաշխման մարտահրավերներին, միջազգային իրավունքի խաթարման եւ բազմակողմ համակարգի քայքայման ուղղված քայլերին, ժողովրդավարությունների դեմ հիբրիդային հարձակումները դառնում են ավելի կոմպլեքսային, բարդ եւ բազմաշերտ գործիքակազմով։ Հիբրիդային միջամտությունները մեր ժամանակաշրջանի քաղաքական պայքարի ամենավտանգավոր եւ անտեսանելի ձևերից են, դրանց հիմքում տեղեկատվության որպես միջամտության զենք օգտագործումն է, հանրային ընկալումների ձևավորումը, հոգեբանական ճնշումը, արտաքին միջամտությունները, ներքին ժողովրդավարական գործընթացներում օգտագործելու միտումներն են դրանք։ Տեղեկատվական դաշտի հուսալիությունը, թափանցիկությունը եւ հասանելիությունն այն կարևոր գործոններն են, որոնք դիմակայում են այս մարտահրավերներին, խուսափելու կեղծ եւ վտանգավոր օրակարգերից, հասարակության պառակտումներից եւ միաժամանակ ունենալու համար ամուր ու առողջ քաղաքական դաշտ ուշադրության կենտրոնում պահելու ազգային կարևորության խնդիրների քննարկումը։ Այս խնդիրների դեմ պայքարելու ճանապարհին անշուշտ կա նուրբ սահման։ Մի կողմից խոսքի եւ լրատվամիջոցների ազատության ու բազմակարծության պաշտպանության, իսկ մյուս կողմից ազատությունը չարաշահող եւ մեր ժողովրդավարության նկատմամբ վստահությունը խարխլող ջանքերին հակազդելու վճռականության միջև։ Այս ամենը փորձության է ենթարկում մեր արժեքներն ու սկզբունքները եւ մեր համատեղ պարտավորությունն է պաշտպանել դրանք անկայուն դարձող միջազգային միջավայրում։ Եվրոպայի խորհուրդը, որպես իրավունքի գերակայության չափանիշներ սահմանող, մեծ անելիքներ ունի համաշխարհային ժողովրդավարական հետընթացի դեմ պայքարում, միջազգային ճարտարապետության ու համամարտկային արժեքների նկատմամբ վստահության վերականգնմանը նպաստելու գործում։ Հարգելի պարոն Լոնգանգե, եւս մեկ անգամ ողջունում եմ Հայաստանում տեղեկատվական դաշտի ամրապնդմանն ուղղված այս կարևոր ծրագրի մեկնարկը եւ արդյունավետ քննարկում եմ մաղթում։ Շնորհակալություն։